Պետությանը այլևս չի արգելվում միջամտել եկեղեցու եւ կրոնական կազմակերպությունների գործունեությանը, ներքին կյանքին եւ ինքնակառավարմանը։ Սահմանադրությունը այլ բան է ասում, որոշումները այլ տրամաբանությամբ են կայացվում։ Արմավիրի դատարանը ուրբաթ անվավեր է ճանաչել Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի մեկ շաբաթ առաջ կայացրած որոշումը, ըստ որի Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել էր Մասյացո տնթեմի առաջնորդի պաշտոնից։ Ռուբեն Վարդապետ Զարգարյանն էր նշանակվել Մասյացո տնթեմի տեղապահ։ Իրավունքի շատ մասնագետներ դատարանի այս որոշումը համարում են հակասահմանադրական։ Դժվար է երբևէ պատկերացնել, որ այս իրավիճակի առջև կհանգենք, բայց քան դեռ պետական մարմինները գործում են այս տրամաբանության մեջ եւ քան դեռ դա չի կասեցվել, չեն վերադարձել սահմանադրությանը համահունչ գործելու իրենց պարտականությանը, այլ բան չեմ կարող ասել։ Գևորգ եպիսկոպոսը հայցը դատարան էր տարել իր ավազանի անունով Արման Վոլոդիայի Սարոյան։ Ստացվում է, որ ոչ թե Գևորգ եպիսկոպոսին, այլ Արման Վոլոդիայի Սարոյանին են վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում կարդում ենք, որ դատարանը հայցն ընդունել է հունվարի 15-ին ու մեկ օր անց հապճեպ որոշում կայացրել։ Ըստ իրավունքի մասնագետ քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Աննա Փիլոսյանի, դատարանի վճիռն անտեսելը կարող է ավելի բարդացնել իրավիճակը։ Կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, իհարկե խիստ խնդրահարույց, սահմանադրության պահանջների խախտմամբ, բայց պետությունը այնքանով որքանով կա դատական ակտ կարող է կամովին չկատարելու գործիքակազմը հարկադիր կատարման։ Մասյացո տնթեմի նորանշանակ տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը կլքի առաջնորդարանը դատարանի որոշմամբ։ Կիրակի նորաբաց գյուղի եկեղեցում պատարագ է մատուցելու, Հայլուրի հետ զրույցում ասաց Հայր Սուրբը, պատարագից հետո հայտարարություն կանի։ Էդգար Ղուշչյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։